Այստեղ ոնց որ այս առաջի կտորում հիմնականում ուղիղ բռնում բան էինք անում, մոդելից էինք ստանում կոեֆիցիենտները, կարևորությունները եւ այլն։ Հիմա կնայենք, թե ինչ կարող ենք անենք, եթե մեզ ցանկացած մոդել է տված։ Ու արդեն մեր գործիքները կլինեն, ասած ասած, մոդել ագնոստիկ։ Իրենց հազար տարի կարևոր չի թե ինչ մոդել է։ Ու կնայենք, թե առաջինը իսկ ինչքան է կարևոր այս feature-ը, ու կխոսանք permutation feature importance-ից, ու նաև հետո կնայենք, թե այդ feature-ը ինչ ազդեցություն է ունի, իր էֆեկտը որն է գուշակության վրա, ու կխոսանք PDP plot-երից ու բան, ice-երից։ Ու կշարունակենք այս նույն մեր bike sharing dataset-ի վրա։ Հիմա առաջի բանը նա, որ ոնց հասկանանք, թե ինչքան կարևոր է մի հատ feature-ը։ Իր միտքը նա, որ ոնց որ մի հատ նորից նախադասություն սկսեմ։ Ոնց կարանք սահմանենք ինչ որ x1 feature-ի կարևորությունը, բավականին ինտուիտիվ բան կարող դառնային, որ ասենք դե եկեք մի հատ տենանք առանց x1-ի ոնց է լինում։ Եթե առանց x1-ի էլի նույն ձև լավ է աշխատում մոդելը, ուրեմն այս x1-ը մեզ չի մեզ շատ օգնում էր, չէ՞։ Շատ բնական ձև է, այսինքն բռնենք հեռացնենք, եթե ոնց որ չզգանք իր բանը, պակասը իր չզգանք, ուրեմն ինքը մեզ պետք չէր։ Բայց հիմա ստեղ խնդրեմ է գալիս։ Եթե բռնեմ հեռացնեմ, ուրեմն պետքա մի հատ թազա մոդել սարքեմ, չէ՞, առանց այդ feature-ը, այսինքն պետքա նորից բռնեմ ասեմ get fit առանց այդ մոդելի ու կստացվի, okay, թազա մոդել եմ ստացել, այդ մոդելը մեզ պատմում է այդ feature-ի կարողության մասին, բայց հիմա ամեն մի feature-ի համար տենց եմ անելու, այսինքն այդքան լիքը թազա մոդելներ եմ սարքելու, ամեն մոդել սարքելուց է նույն ձև պետքա զգուշ լինեմ, որ ոչ մի խնդրեմ տեղ չլինի, ահա որ դժվար մոտեցում է գարդառնում ու շատ թանկ է մեր վրա դա նստում։ Կամ մոտեցում, որ դա անում է, կոչվում է loco, leave one covariate out։ Բայց ամեն դեպքում ոնց որ կուզեինք մի հատ մինչև այդ ուրիշ ձևով վարվենք, հարց է գալիս ոնց կարամ, ասենց ասած, հեռացնեմ սյունը առանց իրան իրականում հեռացնելու, այսինքն մոդելը որ կա, իրան նորից x1, x2, x3 մուտք տանք, գուշակություն ստանանք։ Ուղղակի ոնց որ այս x1, x2, x3-ը արդեն բանի պետք չլինի մեզ։ Ներողություն, x1-ի արժեքները բանի պետք չլինեն մեզ։ Ու սրա պատասխանն է, որ բռնի ուղղակի այդ եղածյան արժեքները խառը խշտիկ ուղղակի բանարա, տեղերով փոխի։ Անգլերենով իրան ասում են permute անել, կամ shuffle անել։ Ու իր իդեան ինչն է, որ պատկերացրեք ունեմ ստեղ ինչ որ 1 2 3 հա մի հատ ինչ որ սյան մեջ գրած ու մնացած ինչ որ x2 x3-ի երեշտները 4 7 5 8 եւ այլն եւ այլն։ Հիմա ինչ եմ անում, բռնում եմ ու այս իմ 2 1 3 արժեքները որ կա, իրանց պատահական խառնում եմ, օրինակ դարձնում եմ 1 2 3։ Այսինքն ասենք միտեղ ունեի եղանակ աշուն ձմեռ եւ այլն, սա աշունների տեղը գրում եմ ձմեռ, ձմեռի տեղը մեկ-մեկ գրում եմ ամառ եւ այլն եւ այսինքն իր սախ սիգնալը ջարդում եմ, փչացնում եմ այդ սյունը ըստ էության, էլի։ Բռնում աղավաղում եմ լրիվ իրան։ Ու որ աղավաղեցի, հաշվում եմ, տեսնեմ այդ աղավաղած տարբերակով ինչ եղավ իմ բան, մոդելի գուշակությունները։ Իսկ նա ճիշտ մոդելի գուշակությունները ունեմ, ստանում եմ մոդելի գուշակություններ, ոչ մի բան նոր ֆիտ չեմ անում, պրոստը ինպուտ եմ տալիս։ Հաշվում եմ սխալանքները ու տեսնում եմ, թե ինչ տեղի ունեցավ։ Ու հիմա եթե նայեմ տարբերությունը սխալանքների, այդ մեզ կասի, թե ինչքանով վատ եղավ են, որ այդ սյունը տեղերով փոխեցինք իր արժեքները։ Իսկ այդ սյունը կոպիտ ասած հեռացրեցինք ու տեսանք, թե ինչ բերեց ինքը լոսի վրա։ Իսկ 1 2 3 էր, սարքեցի 2 1 3, լոսը եղավ 0.9, մինչև այդ 0.25 էր, այսինքն այս մեր գործողության պատճառով 0.65-ով նվազեց լոսը։ Շատացավ լոսը, կներեք։ Ու հիմա այս 1 2 3-ը կարայի սարքեի 2 1 3, կարայի սարքեի 3 1 2, տարբեր ձևերով կարանք իրանց պատահական շեղենք, չէ՞։ Բոլոր տարբերների համար կսարքեմ, բոլոր տարբերների համար կնայեմ, թե ինչքանով լոսը շատացավ, ու միջինացվածը կլինի այն, թե իրականում ինչքան կարևոր էր մեր համար բանը։ Այդ մի հատ, այսինքն նայեցի առանց այդ սյան ազդեցությունը, բայց իրականում այդ սյունը առանց հեռացնելու։ Այստեղ մինչև նշեմ սլայդերը բանից է գալիս, մեր համալսարանի Interpretable Machine Learning լեկցիայից է գալիս, ու եթե ուզեք տենց անգլերենով ավելի մանրամասն ինչ-որ բաներ կան։ Հայկ ջան, իսկ եթե ինչ-որ մի հատ երկու հատ feature-ի կոմբինացիա կարևոր եղնի, այդ դեպքում ոնց որ մենք կոմբինացիաներն ենք ստուգելու իրանց, օրինակ x1 x2-ը իրար հետ
ինչ որ էֆեկտ են տալի, բայց առանձին այդքան է ինչ որ չէ, էլի ոնց որ։ Այս շատ լավ հարց է։ Ու իրականում այստեղ սա մեկը խոսում է ավելի շատ բանի մասին, այդ main effect-ների մասին։ Այսինքն հենց ճիշտ այդքան է main effect չէ, որտեվ օրինակ եթե սա հանեցինք ու սա իրականում օգնում էր S1-ին, հիմա սա որ չկա, S1-ն էլ է մի քիչ տուժելու, բայց ինքը ուղիղ այդ interaction-ը ցույց չի տալիս։ Սրա երկչափ տարբերակներն է կա, որ միաժամանակ երկու բանում տարբեր արժեքներ փոխենք, բայց նաև ինչ որ ուրիշ գործիքներ ունենք այդ երկչափ դեպքի համար, դրանց մասին մի քիչ ավելի ուշ կխոսենք, բայց սա շատ տեղին հարց է, էլի, այս լավ բահեր։ Այսինքն որ նայենք արդեն ինչ որ արդյունքներ կստանանք ու նաև կարող ոնց որ թեստ սեթի վրա իրան հաշվենք։ Ու հա, ստեղ օրինակ հաշվել ենք ըստ բանի։ Mean absolute error-ի աճը, երբ որ բռնում խառնում ենք իրար հետ բանը, feature-ը, ուստեղ կան սրանք այդ error բառերը, որովհետև ոնց որ մենք միջինացված արդյունք ենք ցույց տալիս, էլի, բայց լիքը տարբեր ձևերով կարանք խառնենք եղածությունը։ Հա, ու այստեղ նաև ժողովուրդ կարող ոնց որ թե ինչի վրա ենք սա հաշվում, այնտեղ զուտ թեստի վրա ցույց տվեցի, բայց եթե train-ի վրա անենք ու մոդելը ահավոր overfit անի, ըստ էության ոնց որ զուտ այս train-ի վրա permutation feature importance-ը կասի թե ինչն է բան անում։ Ինչն է օգնում մոդելին, որ ինքը զուբրի տանի տվյալները, իսկ թեստի վրա այստեղ օրինակ հենց այս դատասեթի վրա LMO ենք որ նայել էին, համարյա սաղ 0 էր, որտեվ թեստի վրա էլ ինքը պետքա ցույց տար, թե ինչն է օգնում ընդհանրացվի մոդելը ընդհանուր հասկացվի ու պատասխանա որ ոչ մի բանը։ Իրականում զուբրի տա, ոչ մի բանն էլ նորմալ չի աշխատում, դրա համար այնտեղ թեստի վրա ինչ ուզում ես արժեքները ոնց ուզում ես փչացրու, մեկը վնաս չի տալիս, որտեվ արդեն ֆունդամենտալ սաղ համակարգը դրա մեջ փչացած է, էլի։ Բայց սա մի հատ մեծ խնդրեմ ունի։ Это նա որ ու как раз Վահրամի ասած հարցին էլ լավ ուղիղ կապված։ Это նա որ երբ որ մենք բռնում ենք ու պատահական ձևերով խառնում ենք եղած արժեքները մի հատ ինչ որ feature-ի։ Այսինքն օրինակի համար ունեմ ստեղ եղանակ, ճիշտ տարվա եղանակ ձմեռ ու բան, ջերմաստիճան, ասենք 0 գրադուս ու ունեմ ամառ ջերմաստիճան 40 գրադուս։ Հիմա եթե ես ուզենամ տենամ եղանակը ինչքան կարևոր է ու բռնեմ սրանք պատահական տեղերով փոխեմ, այս ձմեռը կգա այստեղ, ամառը կգա այստեղ, կստացվի մենք ունենք 40 աշճանոց ձմեռ ու 0 աշճանոց ամառ։ Ինչը բերում է ոչ ռեալիստիկ արդյունքների, ու սա դրա բավական մեծ խնդիրներից է, որ երբ որ կա տվյալների մեջ կոռելացիա, այսինքն երկու բան իրարից կախված են, սա բերում է անհնար տողերի, ինչը հեչ հաճելի բան չի մեր համար։ Ու հա, սա իմացած խնդրեմ է permutation feature importance-ին, որը ունի երկու պոտենցիալ լուծում։ Մեկը կոչվում է conditional feature importance, PFI-ը CFI-ը դառնում։ Ոստեղ իր տարբերությունը նա է լինում, որ երբ որ մենք այս եղած արժեքի համար, եղածյան համար նոր արժեքներ ենք նայում, այստեղ այս արժեքը փոխելուց ոչ թե ուղղակի սաղ սյունից պատահական մի հատ բան եմ վերցնում, այլ նրա մոտակայքում եղածություններից եմ վերցնում։ Այսինքն ոչ թե նայում ենք ամբողջ այդ սյան արժեքների բաշխումից ենք պատահական վերցնում, այլ conditional ենք նայում, այսինքն այս կետի մոտակայքի արժեքներից ենք վերցնում։ Ու դա մի քիչ գոնե օգնում է որ բան այդ օգնում է նրանով որ բան ստանանք, էլի անհնար տողեր չստանանք։ Այսինքն ամառը չփոխենք ձմեռով, գոնե փոխելուց աշունով փոխենք, sense ասած, էլի։ Բայց սա էլ հեճիձալական չի ու սա էլ է իր հետ խնդիրներ բերում, որտեվ երբ որ երկուսյուն օրինակ իրա շատ նման լինեն, ու մենք այս մեկի արժեքը փոխենք ինչ-որ մյուսին նման արժեքով, այդ կստացվի ըստ էության ոնց որ երկու տեղն են նույն բանից ենք խոսում որպես այդպեսին, ու դա էլ ոնց որ սա էլ հեճիձալական չի, բայց գոնե ավելի լավ է, քան այն մեկը, եթե կոռելացիա ունենք։ Մի հատ ավելի լուրջ ուղղում է այդ լոկոնը։ Այդ covariate-ը նույնն է ինչ ուղղակի feature, բայց feature կամ սյուն, բայց վիճակագրական լեզվով ասած։ Ու հա, ուստեղ եթե բան։ Սրա միտքն էլ նա որ ուղղակի բռնի լրիվ հեռացրությունը ծերից ծեր։ Եթե սյունը ծերից ծեր հեռացնում ենք, արդեն parza ոնց որ նոր կոմբինացիաներ չենք ստեղծում, էլի, որ ասենք անհնար են, բայց հա, բայց սա էլ նշանակում է լրիվ նոր մոդել սարքել, ինչը թանկ է, շատ թանկ է, էլի։ Նրանք ոնց որ որպես ավելի ռեալիստիկ ոչ իդեալական բաներ են գալիս, էլի մեր մոտ։ Ու հա, ուստեղ մեկ-մեկ կարան իրար հետ ոչ այդքան համաձայն լինեն իրանք, բայց հաճելի է օրինակ որ ամենակարևոր սյան համար
Ստեղ բան, բոլոր երեքն է կարող համաձայնեն, որ ինքը ամենակարևորն է։ Չնայած որ ստեղ օրինակ այս տարվա ազդեցությունը ավելի շատ ուղղակի բերում է նրան, որ ասենք իրենց բիզնեսն է զարգացել, էլի։ Հաջորդ տարի ավելի շատ հաճախորդ են ունեցել, ոչ թե մոդելի տեսանկյունից տարին փոխում է ազդեցություն, ստեղ ոնց որ կա նաև ավելի ֆունդամենտալ բացատրելիության մեջ խնդիրներ, էլի։ Իրենց մասին մի քիչ հետո էլի հələ կխոսանք։ Ոստեղ մի հատ էլ բան ասեմ ու այդ անդրադառնանք այդ մի քիչ հետոին։ Կա մի հատ էլ ուրիշ բան, որ Շապլիի արժեքների հիմքով է նման բանում, իրան Sage են անվանում, բայց այդ Շապլիի արժեքները մեր հաջորդ լեկցիան կլինի, էլի ինքը խաղերի տեսությունից եկած բան է։ Ուստեղ որ ասում եմ այդ բանի տեսանկյունից, այդ բացատրելիության տեսանկյունից, որ ֆունդամենտալ ավելի խնդիրներ կան, դա նա որ մենք все-таки ստեղ նայում ենք ամեն ըստեյության կոռելացիոն անալիզ, էլի։ Իսկ սա թիրախի վրա ոնց է ազդում, այլ ոչ թե իրականում թիրախը ոնց է աշխատում, որ սենց է փոխվում, էլի։ Այդ տենց շատ բան արտահայտություն կար։ Կոռելացիա չի նշանակում causality, կոռելացիան դա պատճառահետևանքային կապը չի։ Օրինակի համար, եթե նայենք այն բան, պաղպաղակներ ուտելը ու խեղդվելը, կարան տենց երկուսն էլ բան անեն, շատ իրար հետ ուղիղ կապված լինեն, բայց այդ չի նշանակում, որ մարդիկ պաղպաղակ ուտելուց են խեղդվում, կարա լինի այն, որ երկուսի պատճառով էլ կա բանը։ Ներողություն, եթե մոդելի մեջ ներառենք ինչքան պաղպաղակ են կերել այդ օրը ու քանի մարդա խեղդվել այդ օրը, մեր հեծով վարձելու, փորձել գուշակելու մեջ։ Կարան երկուսն էլ լավ դրական ուղիղ կապ ունենան, բայց իրականում պաղպաղակ ուտելը ու խեղդվելը գայս է նրանից, որ ուղղակի եղանակն է ավելի բարձր, ավելի շատ են լողանում կամ ավելի շատ են փորձում հովանան ու եղանակն է իրականում ազդում մոդելի վրա էլի, բայց մենք այդ չենք կարա տեսնենք մեր սենց մակարդակի բանի վրա, հետազոտության վրա։ Այստեղ այդքան է օրինակը բանի վրայով չէր, հենց հեծոների օրինակով չէր, բայց միտքը ամեն դեպքում նույնն է։ Արգջան, իսկ ինչ-որ մեխանիզմ կա, որ այդ պատճառահետևանքային կապերը կարող է բացահայտել էլի։ Ֆունդամենտալ ահա որ դժվար է, ոնց որ կա causal inference ճյուղը հենց առանձին, որ փորձում է դրան պատասխանի, ու դե իրանք ունենք DAG կոչվող բաները, որ direct acyclic graph-եր, որտեղ որ սենց փորձում են սյուների ազդեցությունները մոդավորան, ասենք x-ից մինչև y հասնելը ու նայում են, որ հանկարծ ինչ որ այս շղթաների մեջ խնդիրներ չլինի, որ մի քիչ ավելի մաքուր լինի, բայց ի վերջո մեկա ֆունդամենտալ causality-ի մակարդակով բան ասելը անհնարին մոտ է, էլի, որտեղ մենք ուղղակի տվյալներ ենք տեսնում, փորձում ենք իրանց վերլուծել, մենք ոնց որ աշխարհի իսկական աշխատելավոճի մասին չենք կարող, էլի, ուղիղ խոսանք։ Բայց նաև այդտեղ նշեմ ոնց որ այս DAG causal inference բանման ես սրանցից շատ քիչ գիտելիք ունեմ, էլի։ Դրա համար նաև այդքան է կոմպետենտ չեմ որ պատասխանեմ, դուք կարամ ոնց որ կարամ ավելի վստահ ասեմ, որ ինքը լավ դժվար է։ Իրոք causal ինչ որ բաներ ասել է, էլի։ Ու ML-ի դեպքում էլ դա առանձնապես շատ հետաքրքիր է չի լինում մեզ։ Լավ, ըստեղ մի հատ բան մի քիչ ավելի արագոտ կա մեկ էլ բանը, երբ որ օքեյ, հասկացանք թե ինչքան է ազդում, հիմա ուզենք հասկանալ թե ոնց է ազդումը, հեսա այդ գրաֆիկներ բանմաններին կգանք, բայց մինչև այդ մի հատ ավելի տեխնիկականոտ բան, որ կա մի հատ functional ANOVA կոչված բանը, ANOVA-ն վիճակից կարող է հիշեք որպես այդ analysis of variance, ու SF ANOVA decomposition-ը 2004 թվին առաջարկած բանն է, որը ասում է արի փորձի այս մեր ֆունկցիան որ կա, իրան բաժանի կտորների։ Իսկ մի հատ կտորը լինի ուղղակի ազատ անդամ։ Հետո լինի առանձին թե x1 x2-ը ոնց են ազդում։ Հետո լինի թե x1 x2-ի այդ երկուսի միասին բանը, կապը ոնց է ազդում, իրենց interaction-ը։ Հետո օրինակ x1 x2 x3-ը, սրանց անվանում են 2-way ու 3-way 4-way, ոնց որ երկու կողմանի, 3 կողմանի, 4 կողմանի փոխազդեցություններ եւ այն։ Այսինքն ասում եմ մի հատ փորձի այս սրանով բաժանես ֆունկցիային, որ բաժանեցիր շատ ավելի բացատրելի ինքը կդառնա ու սրա հիմքով էլի նոր բաներ կարանք հաշվենք։ Այստեղ խոսքը գնում է ոնց որ ցանկացած ֆունկցիայի մասին, էլի, եթե ունեմ ինչ որ x1 թետա 1 գումարած x2 թետա 2 գծային ռեգրեսիա, ուրեմն ավտոմատ ինքը տենց էլ բաժանած է միանգամից մեր մոտ, էլի։ Բայց եթե ունեմ ուղակի գիտեմ մոդելս f-ն է ու ինքը ստանում է x տալիս է y, ուրեմն այստեղ արդեն մի քիչ ավելի դժվար է դառնում մեր պատմությունը, էլի։ Մի քիչ չէ, ահա որ ավելի դժվար է դառնում մեր պատմությունը։
Բայց սրա համար հսա հաշվելու համար կա մի հատ partial dependence plot կոչված բանը, մոտեցումը, PDP plot, որը հեսա մի քիչ հետո կանցնենք, բայց դու ուղղակի ուզում եի մի հատ նախապես ասեի, որ հեսա որ այդ գրաֆիկները անցնենք, իրանք նաև շատ ուղիղ ավելի տեսական մակարդակով կիրառվում են decomposition-ի մեջ, որ ուզում ենք իրան տարանջատենք հատիկ-հատիկ էլեմենտներով ներկայացնենք, որտեղ որ ասում ենք ազատ անդամը մեր միջինն է, հետո այս ամեն մի առանձին էֆեկտը ասելու ենք որպես partial dependence plot հանած ազատ անդամ, հետո արդեն x1 x2-ի կապը կլինի այդ partial dependence plot-ից հանած մենակ x1-ի կապ, մենակ x2-ի կապ, հանած միջին ազատ անդամ ավելի ճիշտ։ Ու տենց հատիկ-հատիկ մի մակարդակ գնալով կարողանում ենք մոտարկել այս ամեն ինչին։ Ու եթե սրան կարողանանք մոտարկենք, կարանք ստեղ արդեն հաշվենք Sobol-ի ինդեքս ու հետո մի հատ էլ hash statistics կոչված բաները, որոնք որ առանձին էլեմենտներով նայում են թե վարիացիան ինչքան է, ինչքան վարիացիայի որ տոկոսն է բացատրում առանձին էլեմենտը, սա նման է բանին մեր արքառակուսին, որ ասում էր պրիմիտիվ մոդելի ինչքան է բան վարիացիան բացատրում ու մեր մոդելը, բայց հա, այս արագ եմ սրանք պատմում, զուտ որտով ուզում եմ բան էլի, զուտ շատը ուղղակի իմանաք, որ sense բաներ կան, բայց ոչ թե շատ խորը հասկանաք էլի, մեր մոտ ոնց որ այսօրվա մեր դասը այդ LMU-ի IML-ի մի սեմեստրի լեկցիա էր ըստ էության էլի, հեսա հետագայում էլի բաներ կանցնենք իհարկե, էլի մի քանի բան կա, բայց ուզում ասեմ դանդաղ նորմալ տեմպով գնալով ըստ լիքը խորը պահեր կան, բայց մեր նպատակը ստեղ ավելի շատ բանն է ոլորտին ծանոթանալը ու իմանալ թե ինչը ոնց կիրառել, դա էլ գործնականին ավելի շատ բան կանում։ Հիմա գալով բանին մի քիչ ավելի հեշտ ու ավելի կիրառելի, ավելի հաճախ կիրառելի բաներին, առաջինը նա, եթե ուզում ենք հասկանալ, իսկ ոնց է մի հատ ինչ-որ feature ազդում գուշակության վրա, ամենահասարակ բանը, որ կարանք անենք, դա մեր individual conditional expectation կոչվող գրաֆիկներն է, որը ասում է, որ okay, ուզում ես հասկանաս ոնց է օրինակ եղանակը ազդում ու ունես, ասենք 700 հատ տող, բռնի ուղղակի առաջի տողում այս եղանակը որ կա, հերթով արժեքները փոխի։ Մնացածը սաղ նույնը պահի։ Ոստեղ արժեքները որ փոխեմ, սենց ինչ-որ նոր գուշակություններ է գալու, չէ՞։ Okay, սրանով կստանամ մի հատիկ գրաֆիկ, այսինքն մի հատ կոնկրետ տողի համար, ասենք n1 տողի համար, սաղ նույնն եմ պահել ջերմաստիճանը փոխել եմ, նայել եմ ազդեցությունը։ Հետո նույնը կանեմ ուրիշի համար, նույնը ուրիշի եւ այլն, ու կստանամ սենց ընտանիքների բազմություն։ Գաղափարը բավականին այդպես սուպեր վաու չի, բայց 15 թվից է այս բանը ստաբիլ լավ օգտագործվում, ներկայացվել հոդվածում կամ առնվազն։ Կորսած մի բան, սաղ ֆիքսի մի հատը հերթով ցիկլ պտտի։ Ու սա մեր ice plot-ն է։ Հիմա սա շատ մեծ է ու շատ տվյալների դեպքում շատ շարայլություն կլինի սենց ամեն ինչի համար գծելը։ Այստեղ ամեն դեպքում նաև մեծ հետաքրքիր է, որ ոնց որ տարբեր օրեր տարբեր ձև են իրենց ներկայացնում, բայց մոտավորապես սաղ գծերը իրար զուգահեռ են։ Իսկ ինչ որ չափով նույն տեսակի է ազդում ջերմաստիճանի աճը։ Ու եթե սրա միջինը վերցնենք զուտ, սրանով արդեն կգանք մեր PDP plot-ին։ Ու հա, այս արդեն մեր partial dependence plot-ը կլինի, որը որ բավականին ընդունված է գծել։ Սրանով արդեն մեզ օգնում է ինչ որ չափով պատկերացում կազմել, թե որ սյունը ոնց է թիրախի վրա ազդում, էլի։ Ու հենց այս PDP plot-երն են, որ այստեղ այս մեր բանի մեջ օգտագործվում են, functional ANOVA-ի մեջ։ Այս PD-ն այդ partial dependence-ն է, էլի։ Հա, ստեղ միջինացնելուց պետքա զգուշ լինենք նրան, որ եթե օրինակ լինի երկու հատ այս sense ice plot, իրենց միջինը կարա ուղղակի իրենց բան անի, կոմպենսանսնի իրենց էֆեկտները ու թաքցնի իրականությունը։ Դա համար ես սիրում եմ օրինակ PDP plot-ը միշտ անպայման գծել, բայց նաև կողքից ինչ որ մի քանի հատ ice plot-եր գծել։ Ոչ բոլորը, որովհետև մի քիչ չափից շատ պերեբոր կլինի դա, եթե տվյալները մեծ են, էլի, բայց ինչ որ չափով, էլի, ինչ որ 1000 հատիկ օրինակ կամ 100 հատիկ, չգիտեմ։ Բայց սրանք ունեն լրիվ նույն խնդրեմը, ինչ բանը ունի, SPFI-ը ունի, որովհետև երբ որ մի հատ ինչ որ սյան արժեքներ հերթով փոխելով գնում ես, այսինքն օրինակ ընտրել ենք բանը ձմեռվա մի հատ ինչ որ ամիս է ընտրած ու հիմա իրան 0-ից ջերմաստիճանը ասենք -20-ից սկսեմ բարձրացնել մինչև 40, արանքում լիքը ոչ իրական բաներ է լինելու, էլի։
Սրա հարցը լուծելու համար 20 թվին եկել են Ale plot-երը, accumulated local effects-ը, որ մի քիչ ավելի դաժան բաներ է անում, այնտեղ ածանցում է, գործ է անում, հետո հետ է ինտեգրում, այնտեղ դրանով կապեր է ջարդում եւ այլն, հետարքիր գաղափար է, հիշում եմ սովորելուց ինչ որ չափով հավես էր, բայց մի քիչ շատ բերեբոր է, էլի մեր դեպքի համար, դրա համար զուտ կասեմ, ոնց որ ով ում դուր է գալիս sense թեմաները շատ խորը, գրեք Ale plot կամ Claude-ին ասեք Ale plot-ը բացատրի։ Մի քիչ ավելի հեշտ գաղափար, որ CFI-ի հետ է կապված, այն մեր conditional feature importance-ի այդ M plot-երն են, որոնք որ ուղղակի այս արժեքները վերցնելուց էլի նայում են բանին, որ conditional distribution-ից են վերցնում, ոչ թե ուղղակի սաղ եղած distribution-ից, որ գոնե մի քիչ ավելի ռեալիստիկ տվյալների հետ գործ ունենան։ Ու ժողովուրդ, եթե ուզում են գանք արդեն երկչափ դեպքին, կարանք պոտենցիալ մաթեմի տեսանկյունից եռաչափին է գանք ուղղակի արդեն ինչ որ գլուխներումս չի տեղավորվելու այդ ամեն ինչը։ Բայց երկչափի գալու համար մեզ պետք է ուղղակի այս գաղափարը կիրառել արդեն բաների մակարդակով, երկուսյան մակարդակով։ Այսինքն ամեն ինչը բացի երկուսյունից ֆիքսել ու այս երկուսյունը խառը պտտել տարբեր արժեքներով, ուստեղ օրինակ sense ինչ որ կապ տեսնեմ։ Սա արհեստական կապ է արած բանի վրա, bike sharing-ի վրա այդքան ակնհայտ բաներ չեր երևում։ Բայց օրինակ ստեղ տեսնենք, որ այն XOR-ի նման ինչ որ պահվածք ունենք, չէ՞, ստեղ։ Այսավ, եթե ոչ մի կապ չունենա, մենք sense հետարքիր տեսքեր չենք տեսնի իրար հետ, էլի զուտ զուգահեռ տարբեր բաներ կլինի մեր մոտ sense լիքը, էլի։ Եթե sense հետարքիր պատկերներ ա, ուրեմն արդեն խորանալու բան կա սրա մեջ։ Հա, ու այդ որ ասում ենք interaction լինի կամ չլինի եւ այլն, դրան մենք կարանք նաեւ հաշվենք օգտվելով այս մեր functional decomposition-ից, որ եթե x1 ու x2-ի գումարային կապը նույնն է ինչ x1-ի կապ գումարած x2-ի կապ, ուրեմն x1 x2-ը իրար հետ փոխադարձաբար կապված չեն։ Ոնց է որ այնտեղ բան վարիացիա հաշվելուց ասում ենք վարիանս x գումարած y, այնտեղ ունենք x գումարած y, հետո մինուս 2 կովարիանս x ու y, ու եթե x ու y-ը իրար հետ կապ չունեին, ուրեմն սա ոնց որ x գումարած y-ը նույնն էր ինչ x ու առանձին y։ Նույն գաղափարը ստեղ կարանք կիրառենք, լրիվ մաքուր նույնը։ Ու մի հատ մետրիկա, որը որ ուղղակի հաշվում է տեսնի այդ առանձինը ու բոլորը միասին ինչքանով նույնն են, որ հասկանա այդ interaction-ները, կոչվում է Friedman-ի hash ստատիստիկա։ Նույն այդ Friedman-ն է, ինչ մի քանի տող վերևից տեսանք, 2008 թվականի արդյունքա դա էլ։ Ուհա, դա լա օգնող բան։ Այստեղ սրանք այս ամեն ինչը ոնց որ ավելի մասնագիտացված գործիքներ են, էլի, որ մի քիչ ավելի լուրջ դեպքերում ավելի տենց օգնող ինֆորմացիա ստանալու համար գնանք ձգվենք իրանց հարցնենք շարքային աղյուսակային տվյալների պրոյեկտում, երբ որ բացատրելությունը կրիտիկական չի, հազիվ թե sense բաների հասնեք օգտագործելուն, էլի, բայց իրանց էկոսիստեմը բավականին լավ հարմար զարգացած է։ Համ SQL-օրնի մեջ կա այս partial dependence plot բանման կամ permutation importance-ները, համ կա լիքը ուրիշ գրադարաններ սա անելու համար, ասենք interpret բանը կամ alibi, այլ որներ, որ սիրում է իրան։ Հա, dice ML-ը, SHAP-ը, հեսա SHAP-ը հետո կանցնենք, iModels, interpretable models։ Մի խոսքով, եկա մեծ ինֆրաստրուկտուրա կա, այս Python-ում է ամեն ինչը ասում, ուրիշ լեզուներում է կա, բայց հա, իմի եթե բերենք, ունենք տարբեր մոդել ագնոստիկ գործիքներ, որ մեր այդ սեփ տուփերը բացում են։ Permutation feature importance-ը մեջներից ամենահասարակն է, որ ասում է բռնի ուղղակի սյան արժեքները shuffle արա պատահական, ու դա օգնում է ասել ոնց որ կոնկրետ feature-ը ինչքանով է օգտակար։ Իր վատը այն է, որ բան ինքը կոռելացիաների դեպքում ստանում է ահա որ անհնար արժեքների է բերում։ Իրան որպես լուծում ասում ենք conditional feature importance-ը, որ ուղղակի այս արժեքի համար բան ընտրելը ոչ թե սաղ սյունից է անում, այլ այդ սյանը մոտիկ արժեք տողերից է անում, ու lock-on, որը որ բռնում է լրիվ նոր մոդել է սարքում, առանց այդ սյան, որ այլ կոռելացիայի պրոբլեմներ չունենանք, կամ մի հատ է sage-ը, որը որ Shapley-ին պետք է սկզբում անցնենք, զուտ Shapley-ին ագրեգացնում է։ Հա, հետո կա functional ANOVA-ն, որը որ փորձում է գուշակությունը առանձնացնի տարբեր կոմպոնենտների։
Ազատ անդամ, առանձին հատիկով էլեմենտներ, զույգեր, եռյակներ եւ այլն եւ այլն, ու իր ֆունդամենտը դա բանն է, partial dependence plot-ն է։ Իրականում PDP հանած միջին centered PDP-ն է ինքը, բայց ամեն դեպքում ու իր հիմքով նաև հետո կարելի է Sobol-ի ինդեքս հաշվել, որ ավելի տենց անհատական մակարդակի բաներ ստանալ։ Բայց եթե ուզում ենք գրաֆիկի մակարդակով sense բաները տեսնենք, մեզ արդեն պետքա գալ դեպի գրաֆիկներ ու կարելի է ամեն մի տողի համար բռնել ու հերթով ցիկլ ֆռալ հնարավոր արժեքներով։ Այստեղ իհարկե հարցեր է գալիս, ոնց որ քանի հատ արժեքով ենք ֆռում, ինչ ինտերվալ եւ այլն, բայց այդ արդեն է շատ մանրուքների ժանրից, հա։ Տենց ստանալ լիքը գրաֆիկներ ու բռնել օրինակ իրանց միջինացված գրաֆիկը վերցնել, ասել սա մեր PDP plot-ն է, բայց նաև արժի այսր էլ իր հետ միասին գծել։ Սա ունի լրիվ նույն խնդիրները, ինչ ուներ permutation feature importance-ը, որոնց լուծում ենք նման գաղափարներով, m plot-ը CFI նման, ale-ը ավելի դժվար տեխնիկա, ու այս ամենը կարող թարգմանենք նաև դեպի բարձրաչափ տարածություններ, երկչափ բանի վրա ցիկլ ֆռալով, 2 խառը խշտիկ փոխելով ու Ֆրիդմանի հաշտատիստիկայով, որը որ գալու է մեր մոտի այդ functional ANOVA-ի բաները վերցնի ու իրանց հիմքով նայի ոնց որ եթե իրոք իրարից անկախ լինեին ու իսկ ինչ եթե իրար հետ միասին են դրանց տարբերությունները, բայց հա լիքը ահավոր շատ գաղափար միանգամից sense կաշասարկած իրար գլուխ կարող է ավելի շատ գաղափարները նստացնենք ու կխնդրեմ իրականում սլայդերը թերթեք մի հատ բայց հա այս ամեն ինչը կիրառելով ավելի լավ կհասկանանք ու մեր տնայինը կակրաս լինելու է ոնց որ մեր այս internship-ի task-ը որ նույնիսկ 2 տարի ենք արել այս հղում բանում դրած է բայց գաք ուղղակի գաք metric am github.com metric am այդտեղ արդեն կգտնեք տված է 472 ստարտափի մասին ինֆորմացիա ու կասյուն իրանք արդյոք հաջողել են թե չէ պետքա հասկանալ թե ինչա բերում նրան որ ստարտափը հաջողի մեջը լիքը տվյալներ մաքրելու բաներ կա կարեք ինչ որ չափով ձեր խոդով անեք ինչ որ չափով կլոդ մլոդին խնդրեք այդ ձանձրալի մաքրելու ֆունկցիաները գրի բայց ընդհանուր ինքը բավականին լավ առաջադրանք է էլի մենք սա այնքան շատ ենք սիրում որ 2 անգամ դրել ենք էլի փաստացի որպես տնային որպես առաջադրանք ընդունելության որտեվ մեջը շատ բաներ կա էլի որ կարելի է անզգուշ անել ու դրանք անզգուշ չանելը լավ բաներ է պատմում էլի դիմորդի մասին դա համար կարեք իրան որպես ոնց որ մի քիչ ավելի ռեալիստիկ պրոյեկտ արդեն վերցնեք ու նայեք ու ինքը ռեալիստիկ է իր կեղտոտվածության տեսանկյունից իրոք նենց փուվ զզվելի կեղտոտ դատա է բայց նես չի շատ անտանելի է նայել էլի բայց լավ իմ կողմից այսքանն էր այս շապլին ու լայմը շատ ավելի հավես բաներ են շապլին բան անում խաղերի տեսությունից է վերցրած շատ հենց ուղիղ ձևով խաղերի տեսությունից եկած բան է լայմն էլ իր կիրառությունները ունի բանի մեջ նկարների ու տեքստերի մեջ նաև նույնիսկ մի քիչ հավեսի գցելու համար կարանք նայենք օրինակ այստեղ մի հատ այսպես մոդել ունենք որը որ ուզում է գուշակի այս բանում նկարը բանա գայլա թե խասկի ուստեղ օրինակ սրան գուշակում է գայլ, սրան գուշակում է խասկի, սրան գուշակում է գայլ իրականում բայց բան այս մեկը խասկի էր իրան սխալմամբ գայլ է ասել հիմա ու այս մոդելը իրականում նաև բավականին լավ ճշտություն ուներ ժողովուրդ ինչով կարած ձեզ պայմանավորված լինի այս մոդելի գուշակելը ինչ պրինցիպով ինքը կարա աշխատի այս տվյալներին ուղղակի նայելով էլի ու գուշակություններին նայելով իսկն S2-ին ասելա գայլ, S1-ին ասելա խասկի մի անգամ է սխալվել ընդամենը ավելի մեծ տվյալների վրա ինչ որ 80%-ի կարգի ճշտություն երևի ուներ մի հատ նայեք փորձեք վարկած առաջարկել Հետևի ֆոնի վրա ըհը իսկ ֆոնից ինչ է ավելի կոնկրետ ձյան վրա է ինչի ձյունը վեր հա հա շատ ճիշտ է շատ ճիշտ է այս լայմի տեխնիկան որ կիրառել ենք ունայինք թե որ կտորներինա կարևորություն դարձնում մոդելը նայում ենք օրինակ այս նկարում այս կտորին է կարևորություն դարձրել ուշադրություն դարձրել այս նկարում այս տերանքին է նայել այս նկարում այս մասին է դարձրել այստեղ սրան մի խոսքով ինքը բան է եղել ձյան դետեկտոր է եղել
ձյան դետեկտորը բավականին լավ որակ է ունեցել ու մտածել ենք դե մոդելը լավ արդյունքներ է ստանում, բայց ոնց որ լրիվ ուրիշ խնդիր է լուծում, էլի։ Այս խասկին էլ որ ձմեռով նկարել ենք, ինքը դարել է ավտոմատ բան, գայլ։ Դրա համար sense բաները նաև ոնց որ օգտակար են, որ հասկանանք նույն edge-ի վրա ենք մենք մոդելի հետ, թե չէ, որովհետև լավ որակի accuracy-ն կարա հետո մեզ ինչ որտեղ քաշի, երբ որ մեր ալգորիթմը սկսեն բան, ինչ որ ձմեռը խասկիների վրա կիրառել, էլի։ Հակշան, բայց այդ ո՞նց է ինքը ինչ ուզում հասկանամ, խի է ձյան վրա դարձրել, այդ մոդելը ինչի է դրա վրա շեշտադրություն դրա, ինչն է եղել, որ Բան, այդ ձյունն է առաջնահերթություն տվել, էլի, ուզում հասկանամ ինչի է հենց ձյան վրա այդ մոդելը լավ աշխատել։ իդեալական տենց ոնց որ հստակ բացատրել չենք կարա, հենց տենց լավ սև տուփա, բայց եթե վարկած բան անելու լինենք, ինձ թվում է ուղղակի ինքը մի հատ ինչ որ պատահական կետից իր օպտիմիզացիան սկսել է պարամետրերի, ունեցա ստացվում, որ իր տվյալներում նենց ա եղել, որ եթե ինքը օրինակ այստեղի էս պիքսելի սպիտակությունը նայելուն ուշադրություն դարձնի, այդ արդեն իրան բավականին լավ արդյունք է տվել, դրա համար այդ ուղղությամբ է շարունակել է գնացել է առաջ ու գնացել է հասել է ինչ որ մի հատ լոկալ մինիմում։ Իսկ այն կոնկրետ այդ տվյալների վրա իրոք ձյանը նայելը եղել է բավականին ուժեղ ազդակ։ Ինչը ոնց որ մոդելի տեսանկյունից ինքը ոչ մի սխալ չի արել, էլի, շատ էլ նորմալ գործ է արել ու նաև նորմալ կլասիֆիկացիա անում եղած տվյալների վրա։ Զուտ այդ ինչի ինչ մենք կակնկալեինք իրանից, էլի։ Իսկ դուք փորձել եք, որ ասենք տենց էլի հետևի ֆոնը ձյունը լինի, բայց ասենք խասկի գայլի նման չլինի, շան ուրիշ պարոդ լինի, ինքը կարողացել է տարբերել։ Այս մեկը բանա, ուղղակի մի հատ ինչ որ հոդվածից օրինակ է, այսինքն հենց սրա վրա չենք աշխատացրել։ Վստահ չեմ, ինքը որպես հիմա վերջը տես դասագրքային օրինակ է սա, էլի ավելի շուտ։ Բայց կարանք նաև բան անենք, եթե հիշացնեք, երբ որ նկարների հետ աշխատանքը անցնենք, կարանք մի հատ հիշենք, կիրառենք, այս դատասեթը վերցնենք, մենք էլ մոդել սարքենք ու հավես կլինի փորձել բան անել, էլի վերարտադրել։ Ըստ ուղղակի բան, այս նկարների հետ աշխատանքի մոդելները այդ կոնվոլյուցիոն նեյրոնային ցանցեր են կոչվում։ Իրանք տենց լրիվ ուրիշ աշխարհի գաղափարներով են մեր մոտ, էլի։ Այսինքն հələ դեռ մեր անցած բաներին ընդհանրապես նման չեն։ Այժմ նման է նրան, օրինակ կոնվոլյուցիան նույն հավտեսից անցած կոնվոլյուցիան է, նեյրոնային ցանցն է, նույն նեյրոնային ցանցն որ շուտով անցնենք, բայց գաղափարապես շատ ավելի հետաքրքիր բաներ ունեն իրancs մեջ։ Սա նաև ինչ որ չափով կարանք բանի հետ կապենք, էլի, որ մոդելին այդ դասի սկզբում վերած օրինակը, որ ասում ենք ագումարած b-ի 5-ի բաժանելուց մնացորդ հաշվի, ու ինքը բռնում է բան անում, եռանկյունաչափական բանաձև է դուրս բերում, որովհետև այդ բանաձևը օգտագործելը փաստացի խնդիրը լուծում է իր համար, էլի։ Կամ այդ կլոդը բռնում է ինչ որ վեցաչափ մանիֆոլդի վրա դիստանցիաներ անում։ Ուզում ասեմ, չեմ ուզում չափից շատ տենց ինչ որ ոգևորող բաներ ասեմ, բայց լավ բան է, էլի, լավ կայֆ է, թե իրականում այս ինչքան ավելի խորը մակարդակի վրա են այս մոդելները աշխատում, էլի, ու մեզ մնում է ինչ որ մի հատ տենց պստիկ ֆանարիկ, որ այդ ֆանարիկով նայենք, փորձենք մի ձև գլուխ անենք, թե իրականում ինչ էին անում, էլի։ Ինչ որ չափով մեջը լիքը մագայոտ գաղափարներ կա, էլի, այս ամեն ինչի։ Երբ որ գնում ենք արդեն բարձրաչափ տարածություններում գործ անելու։